Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1524-րդ օրն է, մինչ ռուսները սարսափած են այն փաստից, որ ուկրաինական դրոնները արդեն հասնում են Ուրալ եւ ռուսաստանցիները սկսում են անհարմար հարցեր տալ Կրեմլին, Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են ցավոտ հարվածներ հասցնել ռուսների դիրքերին մի շարք ուղղություններով։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը SBU-ն անցած գիշեր օկուպացված Ղրիմում խոցել է ռուսական ռազմական նավեր, հոբհամակարգեր եւ կործանիչ ինքնաթիռ։ SBU-ի Ալֆա հատուկ ստորաբաժանման մարտիկները հաջող հատուկ գործողություն են իրականացրել Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածք Սևաստոպոլում, Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ռազմածովային բազայում, ինչպես նաև Բելբեկ ռազմական օդանավակայանում։ Արդյունքում խոցվել են 3 ռազմական նավ, կործանիչ ինքնաթիռ եւ այլ կարևոր թիրախներ։ Մասնավորապես Ուկրաինայի անվտանգության ծառայության դրոնների հարվածների հետևանքով վնասվել են ռուսական ռազմածովային նավատորմի Յամալ մեծ դեսանտային նավը, Վիլչենկով մեծ դեսանտային նավը եւ Իվան Խուրս հետախուզական նավը։ Բացի այդ, հարված է հասցվել Բելբեկ օդանավակայանում գտնվող MiG-31 ինքնաթիռին։ SBU-ի թիրախների թվում են եղել նաեւ ռուսական Սևծովյան նավատորմի Լուկոմկա ուսումնական կենտրոնը, հոբ ուժերի ռադիոտեխնիկական հետախուզության շտաբը, MR-10M1 M1 ռադիոլոկացիոն կայանը եւ Բելբեկ օդանավակայանի տեխնիկական շահագործման մասը։ Յուրաքանչյուր նման գործողություն ունի հստակ տրամաբանություն, թշնամու ռազմական ենթակառուցվածքների առանցքային տարրերի նավատորմի ավիացիայի հետախուզության եւ հակաօդային պաշտպանության մեթոդական ոչնչացում։ Սա ոչ միայն տեխնիկայի ուղղակի կորուստ է, այլև թշնամու տարածությունը վերահսկելու, իր ուժերը քողարկելու, նաեւ նոր հարձակումներ պլանավորելու կարողության կործանում։ Այս աշխատանքը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել ագրեսիան մեր պետության դեմ։ Հիշեցնեմ, որ ապրիլի 18-ին SBU-ի Ալֆա հատուկ գործողությունների կենտրոնի մարտիկները օպերացիա էին իրականացրել Ղրիմում, որի ընթացքում միանգամից խոցվել էր ռուսական եւս 3 ռազմական նավ, իսկ ապրիլի 24-ից 25-ին ուկրաինացի զինվորականները հարվածներ էին հասցրել ռուս զավթիչների մի շարք կարևոր օբյեկտների, ինչպես ժամանակավորապես օկուպացված տարածքներում, այնպես էլ Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտնում է արդեն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Այսպես հարվածի տակ է հայտնվել թշնամու զինամթերքի պահեստը Լուգանսկի շրջանի Բելալուցկի մոտակայքում, ինչպես նաև նյութատեխնիկական միջոցների պահեստները Դոնեցկի մարզի Բայկովսկայե եւ Զապորոժիեի մարզի Նավավասիլևկա ու Գուլյայպոլե բնակավայրերի շրջանում։ Բացի այդ, խոցվել են հակառակորդի մի քանի հրամանատարական դիտակետեր Զապորոժիեի մարզի Սվյատատրոիցկե, Դոնեցկի մարզի Նավապետրովկա, Լուգանսկի մարզի Լիսիչանսկ եւ Ռուսաստանի Կուրսկի մարզի Ծյոտկինը բնակավայրերի շրջաններում։ Ի թիվս այլոց ոչնչացվել են օկուպանտների դրոնների կառավարման կետերը Զապորոժիեի մարզի Գուլյայպոլեի եւ Ժելեզնիչնայի բնակավայրերի շրջաններում։ Մեր մարտիկները հարվածներ են հասցրել նաեւ հակառակորդի կենթանի ուժի կենտրոնացման վայրերին Սումիի մարզի Սոպիչի, Լուգանսկի մարզի Սոլոնցիի, Դոնեցկի մարզի Ռադինսկայեի եւ Կոնստանտինովկայի եւ մի շարք այլ բնակավայրերի շրջաններում։ Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի դրոնները հարվածել են ռուսական Չերեպավեցի խոշորագույն քիմիական գործարանին, որտեղ վնասվել են բացի արտադրությունից նաև թունավոր նյութերի խողովակաշարը։ Գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը հաջողությամբ գրոհել են նաև Յարոսլավլի Սլավնևցյանս նավթավերամշակման գործարանը, որը խոշորագույնն է Ռուսաստանի կենտրոնական մասում։ Սա իհարկե ամենը չէ, հիմնական ռազմական նորությունները ձեզ կհայտնեմ եթերի երկրորդ հատվածում։ Իրադարձությունները շատ են եւ դրանք հիմնականում տհաճ են Պուտինյան ռեժիմի համար։ Մալիում չեզոքացվել է Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը, պաշտպանության նախարար Սադիո Կամարան։ Վագներականները, որոնք այժմ հանդես են գալիս այսպես կոչված Աֆրիկյան կորպուսի կազմում, ապստամբների հետ պայմանավորվածության համաձայն փախել են Կիդալից։ Պրոռուսական կառավարությունը կորցրել է առանցքային տարածքներ։ Ռուսաստանը տարիներ շարունակ կառուցում էր իր ներկայությունը Մալիում, դուրս մղեց ֆրանսիացիներին եւ ՄԱԿ-ի առաքելությունը ներգրավեց Վագներին։ Երբ եկավ ճգնաժամը, ռուսական կորպուսը ապստամբների հետ պայմանավորվեց անվտանգ միջանցքի մասին եւ գրեթե առանց մարտի լքեց պաշարված Կիդալը։ Մալիացի դաշնակիցները, մնալով միայնակ թշնամու դեմ, սկսեցին զանգվածաբար հանձնվել։ Կիդալում ՄԱԿ-ի նախկին բազայի վրա բարձրացվեց Ազավադի ազատագրման տուարեգների ճակատի դրոշը։ Կիդալը ապստամբներից հետ էր խլվել 23 թվականի նոյեմբերին հենց մալիական բանակի եւ Աֆրիկյան կորպուսի ուժերով։ Մոսկվան սա ներկայացնում էր որպես Աֆրիկայում իր անվտանգության
քաղաքականության մոդելի արդյունավետության գլխավոր ապացույց, հիմա քաղաքը կրկին տուարեգների ձեռքում է։ Այս հարձակումը վերջին տարիներին խոշորագույն էր, հարվածներ են հասցվել նախագահի նստավայրին, պաշտպանության նախարարության շտաբ բնակարանին եւ Բամակոյի միջազգային օդանավակայանին։ Մոսկվան տենդագին կերպով մեղավորներ է փնտրում։ Ռուսաստանի արտգործնախարարությունը արդեն հայտարարել է հարձակումների նախապատրաստմանը արևմտյան ուժայինների հնարավոր առնչության մասին, դե որ էլ բան չգտնեն, միևնույն է, ասելու են ուկրաինացիներն են արել։ Սա ռուսների համար սովորական բան է։ Մինչդեռ Ռուսաստանի գլխավոր քարոզիչներից ոմանք առաջին ալիքի հաղորդավար Անատոլի Կուզիչևը եւ Միխայիլ Զվինչուկը համատեղ եթեր են ձայնագրել, որտեղ հրապարակավ բացահայտել են Կրեմլի սուտը Ուկրաինայի դեմ պատերազմի մասին, քանի դեռ ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինը հեռուստաէկրաններից շարունակում է պնդել, թե այսպես կոչված հատուկ ռազմական գործողությունը ընթանում է ըստ պլանի եւ չի կասկածում հաղթանակին, նշված քարոզիչները բացահայտ խոստովանում են, որ ռուսական բանակը խրվել է Ուկրաինայում, իսկ ռազմաճակատում տիրում է իրենց բառերով ասած անելանելի խավար։ Զվինչուկի խոսքով օկուպանտները փորձում են գրավել ավերված փոքրիկ գյուղեր, ինչը ծաղր է առաջացնում արևմուտքում։ Նույն եթերում Զվինչուկը պատմել է, որ անցյալ տարի ռուսական օկուպացիոն զորքերի կորուստների 80%-ը նորակոչիկներ են եղել, քանի որ փորձառուները մարտի էին ուղարկում անպատրաստ նորեկներին։ Համաձայնեք, լավ է, որ ռուսները սկսել են խոստովանել, հետաքրքիր է, երբ Հայաստանում թաքնված պուտինիստները կսկսեն ընդունել անհարմար ճշմարտությունը։ Իդեպ տնտեսագետ Իգոր Լիպսիցը հավաստիացրել է, որ ռուսական տնտեսությունը ապագա չունի, ինչպես եւ հենց ինքը Ռուսաստանը։ Դեգրադացվող տնտեսություն, սա այն ախտորոշումն է, որը Իգոր Լիպսիցը տվել է Ռուսաստանին։ Տնտեսագետը տխրությամբ հայտնել է ռուսներին, որ իրենց երկրի տնտեսությունը փրկելու ոչ մի շանս չկա, քանի որ չեն մնացել մարդիկ, ովքեր ցանկանում են միջոցներ ներդնել կամ որևէ կերպ օգնել դուրս գալ այս անդունդից։ Մեջբերեմ Լիպսիցի խոսքը ոչ ոք ոչ մի վարկ չի տա, ընդհանրապես ոչ ոք ոչ մի միջպետական աջակցություն չի լինի, ոչ մի ներդրող այստեղ չի գա, որովհետև նրանք վերջին տարիներին այնքան են տուժել, որ դրանից հետո ոչ ոք չի գա եւ ոչինչ չի կառուցի։ Իհարկե երկիրը վերածվելու է նրան, ինչ ոմանք անվանում են կենթանաբանական այգի, չգիտեմ կենթանաբանական այգի թե ռեզերվացիա, բայց ընդհանուր առմամբ դա լինելու է ինչ որ հետամնաց տարածք, կանխատեսել է Լիպսիցը։ Շարունակեմ մեջբերել տնտեսագետին, համաշխարհային տնտեսության մեջ կա զարգացած եւ զարգացող երկրների հասկացություն, բայց ըստ երևույթին պետք է ներմուծել նոր հասկացություն։ Դեգրադացվող երկրներ, կարծում եմ Ռուսաստանի համար հենց այդ հասկացությունը կլինի ամենահարմարը։ Ռուսական տնտեսությունը այժմ դատապարտված է լինել դեգրադացվող։ Ես հասկանում եմ, որ սա սարսափելի է հնչում Ռուսաստանում ապրող մարդկանց համար, գիտակցել, որ իրենք ապրում են դեգրադացվող երկրում եւ իրենց լավագույն ժամանակները անցել են ու այլևս երբեք չեն վերադառնալու։ Ես այդ ամենը հասկանում եմ եւ տեսնում եմ, որ Ռուսաստանում կան մարդիկ, ովքեր սկսում են դա գիտակցել, եզրափակել է տնտեսագետ Լիպսիցը։ Washington Post-ն է անդրադարձել այդ թեմային։ Ռուսաստանում տրամադրությունները արագորեն վատթարանում են Ուկրաինայի հետ ձգձգվող պատերազմի եւ խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին, գրում է Washington Post-ը։ Պատերազմն արդեն 5-րդ տարին է, բանակցությունները մտել են փակուղի, իսկ տնտեսությունը տարվա առաջին 2 ամիսներին կրճատվել է գրեթե 2%-ով, Պուտինի վարկանիշը ընկել է մինչև 65%, սա ամենացածր ցուցանիշն է պատերազմի սկզբից ի վեր, հունվարից ի վեր անկումը կազմել է 12 կետ, սա արձանագրել է պետական սոցիոլոգիական կենտրոնը, իսկ իրական թվերը կարող են շատ ավելի վատ լինել Պուտինի համար։ Ուկրաինական դրոնները ստիպել են Ռուսաստանի կրճատել նավթի արդյունահանումը օրական 300-ից 400,000 բարելով միայն ապրիլ ամսվա ընթացքում։ Պատժամիջոցները հարվածում են մարդկանց գրպաններին, իսկ ինտերնետի սահմանափակումները զայրացնում են երիտասարդությանը, որը սովոր է թվայնացման նախկին մակարդակին, դե որ մի 2 տարի առաջ այս մասին ասում էի, շատերը ժպիտով էին լսում։ Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ զրույց է ունեցել Պուտինի հետ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ, սակայն հրաժարվել է բացահայտել մանրամասները։ Ըստ ամենայնի նա զրույց է ունեցել ռուս բռնապետ Պուտինի հետ, որի մասին չեն տեղեկացրել ոչ Սպիտակ տունը, ոչ էլ Կրեմլը։ Fox News-ի եթերում հաղորդավարուհին Թրամփի հետ քննարկելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի կարգավորման թեման, հետաքրքրվել է, թե երբ է տեղի ունեցել նրա վերջին զրույցը Պուտինի հետ։ Ամերիկայի առաջնորդը հասկացրել է, որ զրույց է եղել, բայց չի բացահայտել մանրամասները։ Մեջբերեմ ես չեմ ցանկանում դա բացահայտել, բայց ես շփվում եմ նրա հետ, ես շփվում եմ նաև նախագահ Զելենսկու հետ եւ դրանք լավ զրույցներ են, ասել է Օվալաձև կաբինետի նոր ղեկավարը, ինչպես ժողովուրդն է ասում, սիրտը երևի իր կուրքից չի կտրվում, հա։ Հիմա մի պահ կխնդրեմ ընձեռնել մեր եթերը լայքելու համար, խնդրում եմ եկեք ավանդույթ սարքենք, սա YouTube-ի ալգորիթմների համար է, մի պահ լայքենք եւ շարունակենք։
Իսկ Ուկրաինան տեխնոլոգիական անակնկալ է պատրաստում ռուսական բանակի համար ռազմաճակատում, իսկ հաջող բանակցությունները հնարավոր կլինեն միայն Ուկրաինայի զինված ուժերի հզորության պայմանով։ Այս մասին Կիևի անվտանգության ֆորումի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Բուդանովի խոսքով այսօր պատերազմն անցել է մի փուլի, որտեղ դրոնների քանակի պարզ ավելացումը այլևս զգալի արդյունք չի տալիս։ Երկու կողմերն էլ հասել են դրոնների կառավարման գոյություն ունեցող տեխնոլոգիաների օգտագործման սահմանափակչին։ Ուկրաինայի հաջորդ քայլը կլինի արհեստական բանականության լիակատար ինտեգրումը, ինչը թույլ կտա ստեղծել ինքնավար մարտական համակարգեր, հավելել է Զելենսկու գրասենյակի ղեկավարը։ Մեջբերեմ մեզ անհրաժեշտ է անցում կատարել ինքնավար համակարգերի, որոնք ընդունակ են ինքնուրույն նյութականացնել թիրախները եւ մանևրել։ Ուկրաինայի նման մշակումները արդեն կան եւ համոզված եմ, որ շատ շուտով դրանք անակնկալ կդառնան թշնամու համար, ընդգծել է Բուդանովը։ Նա հավաստիացրել է, որ Ուկրաինան չի գնա տարածքային զիջումների կամ փոխզիջումների, որոնք չեն համապատասխանում ազգային շահերին։ Բացի այդ, Բուդանովը նշել է, որ ուկրաինական նավթային պատժամիջոցների հաջող աշխատանքը նկատի ունենալով ուկրաինական բանակի հարվածները ռուսական նավթային օբյեկտներին, որոնք ոչ միայն սպառում են Ռուսաստանի ռեսուրսները, այլև վերջնականապես կործանում են նրա հեղինակությունը որպես էներգակիրների հուսալի մատակարարի ողջ աշխարհում, մինչ Եվրոպայում ծիծաղում են Պուտինյան գործակալ Օրբանի վրա, վերջինս ըստ ամենայնի պատրաստվում է փախչել երկրից։ Հունգարիայի հեռացող վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ հրաժարվելու է պատգամավորական մանդատից, սակայն պատրաստ է շարունակել ղեկավարել Ֆիդես կուսակցությունը։ Իր հերթին հունգարացի լրագրող Սաբոլչ Պանին կասկածում է, որ Օրբանը մտադիր է լքել Հունգարիան նոր կառավարության օրոք հնարավոր քրեական հետապնդումից խուսափելու համար։ Ըստ լրագրողի, Օրբանը կարող է տեղափոխվել Ամերիկա, որտեղ բնակվում են նրա դուստրն ու փեսան։ Մենք ուշադրություն չէինք դարձնի մեկ լրագրողի կարծիքին, եթե դրանից հետո չսկսեին խոսել ավելի ծանրակշիռ դեմքեր։ Հունգարացի օլիգարխները, որոնք կապված են հեռացող վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, երկրից դուրս են բերում տասնյակ միլիարդավոր ֆորինտներ եւ պատրաստվում են լքել երկրի տարածքը։ Այս մասին իր սոցիալական ցանցի էջում հայտնել է Տիսա կուսակցության առաջնորդ եւ ապագա վարչապետ Պետեր Մադյարը։ Քաղաքական գործչի խոսքով օլիգարխները դրամական միջոցները վերաուղղորդում են դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, Ամերիկա, Ուրուգվայ եւ հեռավոր այլ երկրներ։ Մադյարը պատմել է, որ իր տեղեկություններով ազգային հարկային եւ մաքսային բարդությունը կասեցրել է մի քանի խոշոր փոխանցումներ, որոնք կապված են վարչապետի աշխատակազմի ղեկավար Անտալ Ռոգանի շրջապատի հետ։ Գործարքները սառեցվել են փողերի լվացման կասկածանքով։ Տիսայի առաջնորդը կոչ է արել երկրի իրավապահ կառույցներին մինչև նոր կառավարության ձևավորումը ձերբակալել հանցագործներին, ովքեր հունգար ժողովրդի հազարավոր միլիարդավոր ֆորինտների վնաս են հասցրել եւ թույլ չտալ նրանց փախչել այնպիսի երկրներ, որտեղից արտահանձնումը անհնար է։ Մեջբերեմ ինձ նաև հայտնի է, որ Օրբանի հետ կապված օլիգարխները սկսել են շուկայականից ցածր գներով վաճառել TV2 հեռուստալիքը եւ այլ մեդիա ակտիվներ, ներառյալ քարոզչական առաջամարտիկը Launch Event KFT ընկերությունը, հավելել է Մադյարը եւ կոչ է արել պատասխանատու ներդրողներին ձեռնապահ մնալ այդ ակտիվները գնելուց։ Խոսենք Զելենսկու Ադրբեջան կատարած այցի մասին։ Փաստացի Ուկրաինան մտավ Ադրբեջան, հետաքրքիր է, որ Հայաստանից դեռ ֆիդբեք չկա։ Ինչպես արդեն հայտնել էի ձեզ, երեքչի առաջին օրը ապրիլի 25-ին Վլադիմիր Զելենսկու Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում նախագահները ստորագրել են 6 երկկողմ փաստաթուղթ։ Հիմնական շեշտը դրված է ռազմատեխնիկական համագործակցության եւ էներգետիկայի վրա։ Ռազմարդյունաբերական համալիրը առանցքային ուղղություն է, կողմերը պայմանավորվել են սպառազինությունների համատեղ արտադրության շուրջ, մասնավորապես անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում ստորագրվել են համաձայնագրեր, որոնք վերաբերում են անվտանգության եւ երկնքի պաշտպանության ոլորտում փորձի փոխանակմանը։ Զելենսկին նշել է, որ ուկրաինացի դրոնների փորձագետները արդեն աշխատում են Ադրբեջանում։ Քննարկվել է ռազմավարական գործընկերությունը, ներառյալ Ուկրաինայի էներգետիկ հատվածի աջակցության նոր փաթեթները եւ Սոկար ընկերության ներդրումները ուկրաինական նախագծերում։ Իդեպ Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի պատրաստակամության մասին անցկացնելու եռակողմ բանակցությունների հերթական փուլը Ամերիկայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ հենց Ադրբեջանում, եթե Ռուսաստանը ընտրի դիվանագիտության ուղին։ Կան մշակումներ նաեւ հումանիտար ոլորտում, կշարունակվի համագործակցությունը ուկրաինացի երեխաների վերականգնողական հարցերում եւ Ուկրաինայում ադրբեջանցի ուսանողների կրթության գործում, ինչպես նաեւ Ադրբեջանը կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինայի տարածքների հումանիտար ականազերծման հարցում։ Ադրբեջանը եւ Ուկրաինան ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում
շատ մեծ հեռանկարներ ունեն։ Այս մասին մամուլի համար հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը իր ուկրաինացի գործընկերոջ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հանդիպման ժամանակ ռազմարտունաբերական համալիրը զարգանում է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ուկրաինայում եւ այստեղ կան հիանալի հնարավորություններ կապված համատեղ արտադրության եւ ընդհանրապես արդյունաբերական ոլորտում համատեղ արտադրության հետ, ընդգծել է Ալիևը։ Նշեմ, որ այցը Զելենսկու առաջին ուղևորությունն էր Ադրբեջան Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։ Մեծ ցավով կարող ենք արձանագրել, որ ոչ հայաստանյան իշխանությունները եւ ոչ էլ առավել եւս ընդդիմությունը այդպես էլ չկողմնորոշվեցին փոխվող քաղաքական կոնյունկտուրայում մեր հայրենիքը զբաղվելով նույնիսկ ոչ թե երկրորդական, այլ ես կասեի երրորդական հարցերով, բարձելով թե քաղաքական որ ուժերից ով է հոգեվարքի մեջ գտնվող Ռուսաստանի լավագույն գործընկերը։ Իրոք աբսուրդ է այս ամենը տեսնել։ Իհարկե ես եւ իմ ընկերները կշարունակենք փորձել օգնել հայ քաղաքական էլիտաներին, բայց իմ կարծիքով հայաստանյան քաղաքական դաշտը գլոբալ տրանսֆորմացիայի կարիք ունի։ Ցավով պետք է նշեմ, որ նույնիսկ 18 թվականից հետո նոր քաղաքական ուժերը իշխանությունների կողմից պատշաճ խթան չստացան։ Արդյունքում, եթե նույնիսկ հայտնվում էին նոր ուժեր, ապա դրանք լոկ նախկին իշխանությունների սպոյլերներն էին։ Հենց այդ պատճառով մենք սահմանափակեցինք մեր հյուրերի թիվը, կորցնելով վստահությունը երկու տասնյակ փորձագետների նկատմամբ, որովհետև տեսնում էինք մեր եթեր հրավիրելուց նրանք ինչ-որ տարօրինակ թեմաների էին անդրադառնում։ Ինձ համար շատ ցավալի է, որ ռուսական քարոզչության ազդեցության տակ մեր որոշ հայրենակիցներ փոխանակ ավելի ուշադիր լինեն Հայաստանի իշխանության չարածին, քննարկում եւ դատապարտում են ուրիշների գործողություններն ու արածը, ընդհուպ մինչեւ այն, թե ինչպես էր Զելենսկուն գրկում Ալիևը։ Խղճում եմ նման մարդկանց, նրանք չեն կարողանում տարբերել հետևանքը պատճառից, պետք է վերջապես հասկանալ, որ աշխարհում ոչ ոք չի ծնվել հայերին սիրելու եւ մեծարելու համար։ Բոլորն ունեն իրենց նպատակներն ու շահերը։ Եվ եթե Ադրբեջանը կարողացել է հավասարահավասարի հարաբերություններ կառուցել Ուկրաինայի հետ, իսկ Հայաստանը ունենալով ամենամեծ ներուժը չկարողացավ, ապա պետք է ոչ թե մեղադրել ուրիշներին, այլ փնտրել պատճառները եւ փորձել հասկանալ ինչպես կարելի է վերականգնել հավասարակշռությունը։ Պետք է փնտրել ճանապարհներ, թե ինչը կամ ով խանգարեց Հայաստանին ունենալ իրական եւ արդար հարաբերություններ Ուկրաինայի հետ։ Գիտեմ, որ իմ եթերները լսում են Հայաստանի իշխանությունները եւ նրանք, ովքեր վերլուծական տեղեկանքներ են պատրաստում նրանց համար, բայց ցավոք լսեցին, սակայն չընկալեցին, որ ժամանակն է գործելու։ Ամիսներով խոսում էինք այս թեմայի մասին։ Գիտեմ նաեւ, որ մի շարք այսպես կոչված փորձագետներ իմ թիկունքում իմ ասացները բնութագրում էին որպես հեքիաթներ, բայց հիմա նրանք կոտրած տաշտակի առջև են հայտնվել, իրենց ձևակերպմամբ հեքիաթը արդեն իրականություն է դարձել, եւ այդ իրականությունը կարծես բոլորին չէ, որ դուր է գալիս, հա։ Եվ քանի որ ժամանակին չլսեցին ու ժամանակին քայլեր չձեռնարկեցին, ամեն ինչ դասավորվեց այնպես, որ հիմա շատերին այս պատկերը ծանրագույն է թվում։ Եթե հանկարծ որևէ մեկը բաց է թողել, ես նշում էի խիստ անհրաժեշտ քայլերը հրապարակավ հայտարարել, որ Սերժ Սարգսյանը սխալ էր Ղրիմի հարցում եւ նրա զանգը Պուտինին չի նշանակում զավթված տարածքի ճանաչում որպես Ռուսաստանի մաս, հստակ հայտարարել, որ Հայաստանը սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, փորձել օգնել դժվար պահին, գիտեք, շատ հաճախ լինում են ռմբակոծումներ խաղաղ բնակավայրերի եւ օգնության տարատեսակ ձևեր կարելի է գտնել, օրինակ ընդունել տունը կորցրած երեխաներին հայաստանյան ճամբարներում եւ առողջարաններում, հետաքրքրություն ցուցաբերել Ուկրաինայի վերականգնման հարցում, մանավանդ որ այդ ոլորտի գլխավոր մասնագետներից եւ պատասխանատուներից մեկը Ուկրաինայում մեր հայրենակիցն է։ Շատերը նույնիսկ չեն գիտակցում, որ Ուկրաինայի վերականգնման հարցը բացի բիզնես շահավետությունից նաեւ քաղաքական դիվիդենդներ կբերի Հայաստանի համար։ Ցավոք նույնիսկ Սփյուռքից մենք այս ոլորտում առանձին հետաքրքրություն չենք տեսնում։ Ինչ վերաբերում է ռազմական համագործակցությանը, ապա նույնիսկ Հայաստանում ռուսական բազայի արկայության դեպքում, ինչը անկասկած խոչընդոտ է, միևնույն է, եթե Երևանը անկեղծորեն դիմի Կիևի ընկերներին օգնության համար, ապա Ուկրաինայում կգտնեին այն մոդելը, թե ինչպես օգնել Հայաստանին։ Պարզապես պետք է դիմել, եթե կա ցանկություն։ Իսկ եթե ցանկություն չկա, ապա նեղանալ, թե ինչու է Զելենսկին իր երկրի շահերը պաշտպանում, ինձ թվում է սա առնվազն լուրջ չի, չեմ ուզում ուրիշ կերպ ձևակերպել, այնպես որ եկեք մեր անելիքը անենք, որpիսի ոչ ոքից հետ չմնանք, իսկ եթե Ուկրաինայի հարցում մենք մեր անելիքը անենք, ոչ թե ինչ որ մեկից հետ կմնանք, այլ շատերից առաջ կընկնենք, որովհետև նման պոտենցիալ բազմից ասել եմ, շատ քիչ երկրներ ունեն։
Նաև մի քանի բառով ուզում եմ անդրադառնալ այն հարցին, թե ինչու հայոց ցեղասպանության հիշատակի օրը չհնչեց պաշտոնական հայտարարություն Կիևից։ Պատճառը պարզ է, մեր հիմնական լսարանը ինձ թվում է շատ լավ տեղեկացված է այդ մասին, չնայած ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բազմաթիվ օրինագծերին, այն Ուկրաինայում դեռևս վերջնականապես ընդունված չէ, սակայն մարդկային մակարդակում բոլորն այն ընդունում են եւ ես իմ եթերներում պատմել եմ, թե ինչպես ուկրաինացիները եւ ուկրաինական հոգեվորականությունը այդ նշանակալի օրը կանգնած էին մեր կողքին եւ ասում էին, որ մեր ցավը իրենց ցավն է։ Օրինակ, ինչպես նշել է Ուկրաինայի հունակաթոլիկ եկեղեցու առաջնորդ Գերաշնոր Սվյատոսլավը, ուկրաինացի ժողովուրդը, որն ինքն է վերապրել իր հանդեպ ցեղասպանությունը եւ հանդիսանում է հետ ցեղասպանական ազգ, խորապես հասկանում է Հայաստանի ժողովրդի ցավն ու տառապանքը, որ ամեն տարի ապրիլի 24-ին հարգում է 15 թվականի այդ սարսափելի իրադարձությունների զոհերի հիշատակը։ Ֆորմալ ցեղասպանության օրենսդրական ճանաչումը կապված է քաղաքական պատճառների հետ։ Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ, դա Հայաստանի կողմից հոլոդոմորը չճանաչելու փաստն է եւ հայկական իշխանությունների անտարբերությունը ռուսական ագրեսիայի տարիներին ուկրաինացիների դեմ իրականացվող ցեղասպանության հանդեպ։ Ուկրաինայի դեմ 14 թվականից պատերազմ է ընթանում Հայաստանի իշխանությունների կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության սատարման մասին որևիցե ուղղակի խոսք չկա։ Խոսում են ինչ-որ ալմաաթաներից, բայց կոնկրետ ոչ ոք չի ասում, որ Հայաստանը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Հիշեցնեմ, երբ Ադրբեջանը Արցախի պատերազմից հետո հատեց Հայաստանի սահմանը, առաջիններից մեկը Ուկրաինայի դեսպանատուն արձագանքեց, ասելով, որ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Ուկրաինայի համար։ Սա հստակ մեսիջ էր, որ Ուկրաինան ճանաչում է տարածքային ամբողջականությունը Հայաստանի։ Թարմ մեսիջ, հա։ Իսկ Սերժ Սարգսյանի ղրիմի առումով Պուտինին զանգից հետո Հայաստանի նոր ղեկավարները նույնիսկ չեն էլ ասել, որ Սերժ Սարգսյանը սխալվում էր։ Այսինքն քաղաքական խնդիրները շատ են, դրանք լուծել են ուզում։ Ոչ թե Արարատ Միրզոյանը գնում է եվրոպացիներին հարցազրույց է տալիս, ասում է ուկրաինացիները մեզանից ոչինչ չեն պահանջում։ Հայերին հարազատ են համարել, հարազատից չեն պահանջում, հարազատից սպասում են, որ անի, օտարից են պահանջում։ Իսկ Արարատ Միրզոյանի հայտարարությունը կարելի է ընկալել, որ փաստացի իրենք օտար են համարում Ուկրաինան։ Այդ 11 դարվա պատմությունը համատեղ երևի թե իրենց համար այն նշանակությունը չունի, ինչ ունի մեր համար։ Բազմիցս ասել են, որ հայերը Ուկրաինայում նոր տուն են գտել ցեղասպանությունից հետո, իսկ սկսվել է այդ ամենը անի անկումից հետո։ Հիմա նորից չթվարկեմ։ Կան քաղաքական խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։ Հենց այդ պատճառով, չնայած ուկրաինացիները ապրիլի 24-ին հայերի կողքին սգում էին մեր սուրբ նահատակների հիշատակը, քաղաքական հարցերը պետք է լուծեն երկու երկրների կառավարությունները, որպես տարբերակ Հայաստանի կողմից հոլոդոմորի եւ Ուկրաինայի կողմից ցեղասպանության փոխադարձ ճանաչումը կարող էր փակել այս զգայուն թեման։ Իսկ վերադառնալով Ադրբեջանին, ցավով նշեմ, որ Հայաստանի որոշ շրջանակներում պահպանում են ընտրովի վերաբերմունքը Ուկրաինայի հանդեպ։ Միայն ասենք Զելենսկու այցն է աչք ծակում։ Օրինակ, ոչ ոք առանձնապես չանհանգստացավ, երբ ապրիլի 20-ին Ադրբեջան այցելեց Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչը կամ ապրիլի 26-ին Չեխիայի ղեկավար Անդրեյ Բաբիշը։ Սրանք էլ երկրների ղեկավարներ են։ Կամ մայիսի 5-ին էլ Բաքու է պատրաստվում այցելել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։ Այսպիսին է կյանքը, ինչպես արդեն ասացի, յուրաքանչյուրը ունի իր շահը։ Եթե մենք ուզում ենք լինել մրցունակ, ապա պետք է ինքներս ինչ-որ բան անենք, այլ ոչ թե քննադատենք ուրիշներին իրենց շահերը առաջ մղելու համար։ Իսկ Ուկրաինան պայքարում է Ռուսաստանի դեմ։ Ամեն կերպ աշխատում է այնպես անել, որպեսզի Ռուսաստանը մեկուսացվի։ Եվ Ադրբեջանը այդ կարևոր ուղղություններից մեկն էր։ Ադրբեջանի հետ հարաբերություններ ունենալը դա Հայաստանի դեմ չէ, ես բազմիցս ասել եմ։ Պարզապես Հայաստանի կողմից քայլեր են պետք, ցանկություն է պետք։ Ուկրաինան չի կարող Հայաստանին պարտադրել, որ իր հետ լավ լինի կամ լավ հարաբերություններ ունենա։ Ուկրաինան կարող է ցանկանալ, իսկ լավ հարաբերություններ կհաստատվեն այն ժամանակ, երբ որ Հայաստանի ղեկավարությունը դա ցանկանա։ Եվ ամենագլխավորը պատմեն ճիշտը Ուկրաինայի մասին, որովհետև ռուսական ռոպագանդան այնքան ապատեղեկատվություն է տարածել, որ շատերը նույնիսկ չգիտեն իրականությունը։ Իսկ մենք քայլեր անելու պոտենցիալ ունենք։ Հայաստանը ունի պոտենցիալ։ Սա էլ հիշենք, որ մենք անճար չենք։ Մենք պոտենցիալ ունենք։ Պարզապես քաղաքական կամք է պետք։ Այ ընտրությունները լավ թեստ կդառնան, թե ում կընտրի մեր հայաստանյան հասարակությունը։ Իսկ հատուկ մոռացողների համար հիշեցնեմ, որ Ուկրաինան հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի նկատմամբ պարբերաբար։ Հիշում եք Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության զգուշացումը վերջերս Հայաստանում գտնվող զորքերի վերաբերյալ Ռուսաստանի մտադրությունների մասին։ Հիշում եք, թե ինչպես Երևանում անտեսեցին դա, կարծես գցում էին Ադրբեջանի գրպանը։ Սա ես հիշեցնում եմ նրանց, ովքեր մոռանում են Ուկրաինայի կողմից արված ժեստերը, իսկ հետո զարմանում են, թե ինչու է ստացվում համագործակցություն Ադրբեջանի հետ։
Իդեպ Ուկրաինան մտել է ռազմական ծախսերով աշխարհի առաջատար երկրների մեծ յոթնյակ, շրջանցելով նույնիսկ Սաուդյան Արաբիային, սա Սիպրիի տվյալներն են։ Անցած տարվա ընթացքում պաշտպանական ծախսերը աճել են 20%-ով եւ հասել 84.1 միլիարդ դոլարի։ Միևնույն ժամանակ տնտեսության մեջ ռազմական ծախսերի մասնաբաժնով Ուկրաինան դարձել է առաջինը աշխարհում, պաշտպանությանն է ուղղվել ՀՆԱ-ի մոտ 40%-ը, վարկանիշային աղյուսակի առաջատարներն են մնում Ամերիկան, Չինաստանը եւ Ռուսաստանը։ Ռուսաստանի ռազմական ծախսերը մեկ տարվա ընթացքում աճել են գրեթե 6%-ով։ Ընդհանուր առմամբ բանակի վրա համաշխարհային ծախսերը հասել են ռեկորդային տրիլիոնային թվերի։ Աճը շարունակվում է արդեն 11-րդ տարին անընդմեջ, եւ եթե ինչ-որ մեկը այս ֆոնին ասում է, որ խաղաղության դարաշրջան է սկսվել, ապա դուք հենց հիմա թվերով, փաստերով իմացաք, որ դա այդպես չէ։ Կարևոր նորություն, այդ թվում Հայաստանի համար, Հնդկաստանը ամենայն հավանականությամբ իրանական Չաբահար նավահանգստում իր մասնաբաժինը կփոխանցի տեղական ընկերությանը նախքան ամերիկյան պատժամիջոցների չեղարկման թույլատվության ժամկետի ավարտը։ Լուրը տեղեկացնում է Business Insider-ը։ Հոդվածում նշվում է, որ այս քայլը թույլ կտա շարունակել աշխատանք ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նավահանգստում, խուսափելով պատժամիջոցների հետ կապված ռիսկերից, միևնույն ժամանակ հնարավորություն պահպանելով վերադարձնել Հնդկաստանի վերահսկողությունը սահմանափակումների հանումից հետո։ Չաբահարը համարվում է առանցքային կետ Հնդկաստանի համար դեպի Աֆղանստան եւ Կենտրոնական Ասիա ելք ապահովելու համար, շրջանցելով Պակիստանը, դե միայն Կենտրոնական Ասիա չէր ելք նավահանգիստը, նաեւ ճանապարհ էր դեպի Հայաստան։ Հուսանք ճիշտ որոշումները կընդունվեն եւ Հայաստանի վրա վատ չի անդրադառնա։ Իսկ Մակրոնը կարծես պատերազմ է հայտարարել Ամերիկային, Միացյալ Նահանգները դադարել են լինել հուսալի դաշնակից, ինչպիսին նախկինում էին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Աթենքում կայացած քննարկման ժամանակ։ Մեջբերեմ բոլորը տեսնում են, որ թիվ 1 տերությունը Ամերիկան կարող է դաշնակից լինել որոշ երկրների համար, սակայն այդ դաշնակիցը այլևս այնքան հուսալի չէ, կարծում է Ֆրանսիայի առաջնորդը։ Մակրոնի խոսքով երկրներից ոչ մեկը այլևս չի կարող լիարժեքորեն Վաշինգտոնին համարել դաշնակից, որի վրա կարելի է հույս դնել։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան հայտնվել է եզակի պահի առջև, երբ Ամերիկայի, Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդները հանդես են գալիս միասնական ճակատով ընդդեմ եվրոպական շահերի։ Մակրոնի համոզմամբ Ամերիկան ամեն ինչից վեր քաղաքականությունը ոչ թե Թրամփի անձնական հատկանիշն է, այլ Ամերիկայի երկարաժամկետ ռազմավարությունը։ Մենք պետք է ստապ նայենք Ամերիկայի ռազմավարությանը։ Դա պարզապես Թրամփի բնավորությունը կամ վարքագիծը չէ։ Միայն Միացյալ Նահանգները, ես կասեի, արդեն 15 տարի է որոշել են, որ գլխավոր հարցը Ամերիկան է, երկրորդը Չինաստանը։ Նրանց ռազմավարությունները պարզապես եվրոպական շահերը կենտրոնում չեն դնում։ Մակրոնի խոսքով Պեկինը ոչնչացնում է եվրոպական արդյունաբերության մեծ մասը եւ մենք ակնհայտորեն շատ դանդաղ ենք դա գիտակցում։ Նայեք ավտոմոբիլային արտադրությանը եւ մեքենաշինությանը, Չինաստանը իսկական հեղեղ է ցուցադրում։ Անցյալ տարի նրանք Գերմանիայում ոչնչացրել են 250,000 աշխատատեղ։ Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան ավելի քիչ է տուժել, քանի որ տասնամյակներ առաջ արդեն ապարդյունաբերականացվել էր նշված ոլորտներում։ Նա քննադատել է եվրոպական կարգավորումները, որոնք ի տարբերություն ամերիկյանի եւ չինականի չեն պաշտպանում ազգային խաղացողներին։ Չինաստանը եւ Ամերիկան ունեն կարգավորումներ, բայց այդ կարգավորումները նպաստում են իրենց ազգային խաղացողներին։ Հաճախ մեր կարգավորումները բեռ են եվրոպական խաղացողների համար եւ մենք չափազանց միամիտ ենք ու չափազանց բաց ոչ եվրոպականների համար։ Մակրոնը Եվրոպային գործողությունների կոչ է արել, չպետք է թերագնահատել այն փաստը, որ սա եզակի պահ է, երբ Ամերիկայի նախագահը, Ռուսաստանի նախագահը եւ Չինաստանի նախագահը հանդես են գալիս եվրոպացիների դեմ։ Սա հենց այն պահն է, որ մենք արթնանանք, հայտարարել է Մակրոնը։ Սա շատ կարևոր տեղեկատվություն է։ Ես աշխատում եմ մեր լսարանին եվրոպական օրակարգի հետ միշտ ծանոթ պահել։ Իմ համոզմամբ եւ Հայաստանը եւ Ուկրաինան եվրոպական քաղաքակրթության մաս են եւ քաղաքական մաս պետք է կազմեն, որպեսզի պահպանեն սուվերենությունը։ Այսօր մեր լսարանին քաչ հայտնի ուկրաինացի հրամանատար Մադյարը հրապարակել է նոր կադրեր եւ նշել, որ մահվան գոտին ընդլայնվել է դեպի օկուպացված տարածքներ եւ ռուսական տարածքներ։ Սա այն Պուտինի ասած սանիտարական գոտին է, մերոնք մահվան գոտի են կոչում եւ այն իրոք գոյություն ունի։ Բոլոր կադրերը հասանելի են մեր Telegram-յան ալիքում։ Անցնենք մեր հարվածներին եւ սկսենք Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբի հաղորդագրությունից։ Ապրիլի 25-ի ընթացքում եւ 26-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները մի շարք հարվածներ են հասցրել հակառակորդին Ռուսաստանի տարածքում եւ Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում։
Մասնավորապես խոցվել է Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի Յարոսլավսկի նավթավերամշակման գործարանը, որտեղ ձեռնարկության տարածքում հրդեհ է արձանագրվել։ Յարոսլավսկի նավթավերամշակման գործարանը ռազմավարական նշանակության ձեռնարկություն է եւ ռուսական նավթավերամշակման ոլորտի առանցքային օբյեկտներից մեկը։ Վերամշակման հզորությունը կազմում է տարեկան մոտ 15 միլիոն տոննա նավթ։ Գործարանի արտադրանքը ներառում է բենզին, դիզելային վառելիք, ավիացիոն վառելիք եւ կրիտիկական նշանակություն ունի թշնամու բանակի լոգիստիկայի համար, ինչպես նաև նշեցի եթերի սկզբում դրոնները գրոհել են ապատիտ բաց բաժնետիրական ընկերության ամյակի 3 ազոտային համալիրի տարածքը, որը գտնվում է Ուկրաինայի տարածքից 800-ից ավել կիլոմետր հեռավորության վրա, չնայած Ուրալից հետո 800 կիլոմետրը կարծես այնքան էլ հեռու չի թվում։ Ապատիտ գործարանը Ռուսաստանի ռազմավարական քիմիական հսկաներից մեկն է, որը մտնում է Ֆոսագրո ընկերությունների խմբի մեջ։ Ձեռնարկությունը ֆոսֆոր պարունակող պարարտանյութերի խոշորագույն արտադրողն է Եվրոպայում եւ հումքի առանցքային մատակարարը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի համար։ Տեղական իշխանությունները հավաստիացնում են, թե օդի թունավորում չկա, բայց դե գիտեք, ռուսներին հավատալը միամտություն է։ Նաեւ հարվածներ են հասցվել թշնամու ռազմական էշելոններին եւ Ուկրաինայի օկուպացված Դոնբասի Մենչուգովո եւ Գելերովկա բնակավայրերի շրջաններում։ Նախորդ հարվածների արդյունքներով 26 թվականի ապրիլի 24-ին հաստատվել է Կաստա 2 Ե1 ռադիոլոկացիոն կայանի խոցումը Զապորոժիեի մարզի Մելիտոպոլ քաղաքում եւ Պանցիր S1 զենիթ-արտիլերային հրանոթային համալիրի ոչնչացումը Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում։ Հակառակորդի կորուստները եւ հասցված վնասների մասշտաբները դեռ ճշտվում են։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը կշարունակեն միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիան կասեցնելու ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ բոլոր տպավորիչ կադրերը մեր տելեգրամյան ալիքում են, բաժանորդագրվեք, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, եւ առաջիններից մեկը տեղեկացեք ամենահետաքրքիր ռազմական եւ քաղաքական իրադարձություններին։ Դեռ ռուսները ինչպես միշտ իրենց նենգ տարերքի մեջ են, գիշերը նորից Օդեսային էին հարվածել, տասնյակ վիրավոր մարդիկ կային գիշերվա կեսին, այսպիսին է Պուտինի բանակը եւ ովքեր նրանց վրա հույս են դրել, պետք է պատրաստ լինեն տապալման։ Այսքանով ավարտեմ մեր եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումը, կհանդիպենք ամենայն հավանականությամբ չորեքշաբթի, ձեզ ամենայն բարիք եւ անփորձանք եղեք։